Բայց դες իմ շատ սիրելի ժողովուրդ խոսում ենք փորկապության մասին։ Իհարկե, շատերի մոտ է 40-անց մարդկանց փորկապություն լինում, որովհետև նյութափոխանակությունը դանդաղում է եւ աղիների կծկումները նույնպես դանդաղում են։ Դրա համար յուրաքանչյուր տարիքում պետք է իմանաք ինչ օգտագործեք, որպեսզի նման խնդիրներ չլինեն, որովհետև փորկապությունը կարող է ձեզ անհանգստացնի, վկնածություն, ցավեր եւ իհարկե այդ ժամանակ է, որ թույներ ավելի շատ են ներծծվում օրգանիզմում եւ խոլեստերինը շատանում է օրգանիզմում։ Իսկ դա բացարձակ մեզ պետք չի։ Որպեսզի աղիստամոքսային տրակտը նորմալ աշխատի, հաճախ օգտագործեք ճիր, բնական, ընտիր, սալորի ճիր, իմ շատ սիրելի ժողովուրդ, որը չափից ավելի առողջանալ է նրանով, որ այն խթանում է կծկումները աղիստամոքսային տրակտի, աղիների եւ իհարկե ձեր աղիստամոքսային տրակտը ամեն օր գործում է։ Ինչպես պետք է անել, կամ հենց այսպես ուտել, կամ վերցնում ենք մի քանի հատ, մոտավորապես 7-8 հատ, եթե ինքը այսպես փոքր է, լցնում եղացած ջուր վրան 200 գրամ ջրով եւ թողնում 20 րոպե, այնուհետեւ առավոտը սոված վիճակում խմում եք սուրճ, ապա մինչև սուրճ խմելը խմում եք այդ թուրմը, այնուհետեւ սուրճը խմում եք արդեն թրջված 4 վիճակից ավելի փափուկ դարձած մեր ընտիր սալորի ջրով, սև սալորի ջրով եւ պատկերացնում եք աղիները սկսում են աշխատել։ Բացի դա ոչ միայն աղիներն է աշխատում, այլ նաեւ վիտամիններով հագենում, ոչ միայն վիտամիններով, այլ պատկերացրեք, եթե դուք այն չորացրել եք արևի տակ, օրինակ ես չորացնում եմ միշտ արևի տակ, արևի էներգիան կլանած, անկիր, սիրուն, էներգիան շատանում է ձեր օրգանիզմում։ Նաև տրամադրությունն է լավանում, որովհետև սինթեզվում է սերոտոնին ձեր օրգանիզմում։ Սիրելի իմ ժողովուրդ, աշխատեք օգտագործել բնականը, ձեր ձեռքերով պատրաստածը եւ ամենակարևորը բնության տված բարիքները։ Ձեր հետ է Մարիամ Վահանյանը, հետևեք խնդրում եմ մեր էջին եւ դուք շատ հարցեր կգտնեք հենց մեր հաղորդումներում։ Սիրում եմ ձեզ։